Սիրով։ Շաբաթը նշանավորվեց առավոտը բացվում է, իմանում ենք արագածոտնի թեմը կխատում են ըստ էության, մտել էին առաջնորդարան, տեսակ այսպես դիմակավորված ԱԱԾ-ականները, այս գործողությունների մասով կուզեմ ձեր գնահատականը լսենք, թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով, հոգևորականներին տարել էին քննչական, այս ինչ գործողությունները փաստաբաններին թույլ չէին տալիս մինչև անգամ հոգևորականներին մոտենալ իրենց պաշտպանյաններին։ Երեք տեսանք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին այդպես թռել ասֆալտին, ծեփել եւ տանել, բերման ենթարկել, ուշ գիշերը հայտնի դարձավ, որ 2 ամսով է Կոչուբաևն է կալանավորվել Facebook-յան գրառման համար։ Խնդրեմ այս թեմաների հետ կապված ձեր գնահատականը, այսպես նայենք ուժայինների կենտրոնացնելու սիրողությունների վրա, բայց ամբողջ երկիրը նաեւ հանցագործությունների մեջ ուղղակի վառվում է։ Համեցեք։ Բարի, շնորհակալություն հրավերի համար։ Մինչև ձեր նշած կոնկրետ հարցերին անդրադառնալը, ես կցանկանայի մեր հայրենակիցներին որոշակի դեպքեր հիշեցնել, որովհետև մենք կարծես թե հիշողության կորուստ ունենք։ Մի բան արձանագրենք, որ սա այս իշխանությունները, իդեմս Նիկոլ Փաշինյանի, իրականացնում են թուրք փաշաների վերջին այն երազանքը, որ Հայաստանում հայ չպետք է լինի, եթե լինի այն էլ մեկը թանգարանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր ողմակի ատելությունը հայ ժողովրդի նկատմամբ անսահման է։ Փորձենք հիշել ավելի վաղ ժամանակներից, թե ինչ էր տեղի ունեցավ։ Դեռևս 18 թվականին Իջևանում Անդարա հատման հետ կապված ժողովուրդը հավաք էր կազմակերպել եւ փորձում էր իր դժգոհությունը հայտնել իշխանությունների նկատմամբ։ Էական չէր հավաքի մասնակիցների պահանջը։ Այստեղ էական էր Նիկոլ Փաշինյան անձի տեսակը եւ դիրքորոշումը մարդկանց կյանքի եւ առողջության նկատմամբ։ Իր հայրենակիցներին, Իջևանի բնակիչներին, այդ հավաքի ժամանակ մասնակցում էին ոչ ավել քան գրեթե մինչև 100 մարդ։ Դեպքերի արդյունքում 23 անձի խոշտանգեցին, ծեծի ենթարկեցին, բռնության ենթարկեցին եւ բերման ենթարկեցին ոստիկանության տարբեր բաժիններ։ Հաջորդ օրը, այո, հաջորդ օրը կառավարության նիստին սա ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության տնօրեններից պահանջում է ինչի 23 եւ ոչ թե 100։ Ինչի այդպես խաղաղ, պետք է այրան հեղեղ լիներ Իջևանի տարածքում։ Այրան ծառավը եւ այրան մոլուցքը սրա մոտ անսահմանափակ է։ Ավելին, մենք բազմիցս խոսել ենք հղի կնոջ վրաերթի ենթարկելու մասին։ Շատերը անուշադրության մատնեցին մի շատ կարևոր հանգամանք։ Դե ինքը իր մամուլի ասուլիսներում նշել էր, որ դա իր ավտոշարասյունը չի, դա կառավարության վարչապետի ավտոշարասյունն է եւ նմանեցրեց համեմատեց ավտոբուսի հետ եւ ինքն էլ որպես ավտոբուսի ուղևոր։ Այս կինը տրկանոջը տարորելով անցան։ Բազմիցս նաեւ նշվել է, որ Աշարասյան մեքենաների մեջ գտնվում են նաեւ բժիշկներ։ Չէ՞ որ բժիշկը կարող էր առաջի բուժօգնությունը ցույց տալով փրկել այդ կնոջ եւ իր դեռ չծնված զավակի կյանքը։ Դուք հիմա պատկերացրեք այս նույն շարասյունը, որը բարձր մեծ արագությամբ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում ընթանում է, եւ ընդունենք այս մեկ կինը չեր անցնում հետիոտնի անցման տարածքով։ Հիշենք, որ նաեւ հետիոտնի անցման հատվածով էր այս կինը հատում փողոցը։ Հավատացեք, սա հարյուրավոր մարդկանց տարորելով կանցնի։ 1 գրամ խղճի որևէ հատկանիշ չունենալու պայմաններում։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա, որ սա արյան ծով է ուզում դարձնել Հայաստանը եւ շարունակաբար անում է։ Հասնելու է դրան, եթե մենք սրան դեմը չառնենք։ Մինչև Սրբազանի գործին անդրադառնալը իրավական հանցագործությունների դեմ պայքարի առանձին մի երկու դրվագի ես կցանկանայի նաեւ մեր հայրենակիցներին տեղեկացնել։ Դուք տեսեք, հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղի դաշտավայրում տեղի ունեցավ 2 անձի սպանություն։ Արամ անունով անձնավորությունը դաշնաբար սպանել էր իր հարևաններին։ Դաշտամիջյան հատվածում իր որսորդական հրացանով սպանել էր ամուսիններին։ 61-ամյա եւ 56-ամյա ամուսնուն եւ կնոջը։ Առավել դաշնությունը կայանում էր նաեւ նրանում, որ սա ոչ միայն կրակելով էր սպանել, այլև եղանով հարվածել էր կնոջ որովայնին։ Հիմա տեսեք, հանցավորության դեմ կանխարգելման այսպիսի անպագորգոր բառապաշար օգտագործող իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Դեպքը համեմատում ենք նաև Վլադիմիր Գրիգորյանի
սպանության առումով, որ ասում էին ինչպիսի լուրջ օպերատիվ աշխատանքներ են իրականացնում, որ կարողանան կանխարգելել հաջորդ նոր հանցագործությունները, թույլ չտալ դրանց իրականացումը։ Հիմա այս դեպքով Արամուսի դաշտում երկու անձի սպանություն կատարող անձը, որ արդեն հասկանալի է, որ պատրաստ է ամեն ինչի, ռուսերեն ասած բեսպրեդել կարգավիճակով գտնվող անձնավորություն, սա սպանություն կատարելուց հետո հրազենով շրջագայում է տարածքներում եւ կատարում է նույն օրը, ասում են գրեթե 4-5 ժամվա ընթացքում կատարում է եւս երկու անձի սպանություն։ Լավ, ժամանակին աշխատանքի օպերատիվ աշխատողների գործունեությունը շատ ակտիվ դրված էր նորմալ ռելսերի վրա եւ կարողանում էին կանխարգելել։ Անձը զինված, աչքերը այդոնով լցված, շրջագայում է դաշտերում, գյուղերում, չեն կարողանում դրան գտնել վնասազերծել եւ անձը եւս երկու անձի է սպանում։ 4 ժամվա մեջ 4 անձ։ Սա յուրաքանչյուր երկրում կլիներ պետական նշանակություն ունեցող դեպք։ Տեսեք, երկրորդ երկու անձի սպանության մասին գրեթե շատ չեն խոսում։ Նման դեպքերում ինչ տարածքային ոստիկանության ղեկավար կամ դատախազության կամ ԱԱՑ-ի ներկայացուցիչ, տվյալ դեպքերում պետք է դուրս շպրտել ոստիկանության ղեկավարությանը, ներքին գործերի նախարար այդ աղջնակին, որ եկե բազմել է 120,000-անոց, 25,000-անոց ավտոմեքենա է որոշել իր համար ունենալ եւ երթևեկել։ Հետևանքը սա է, ինչ կանխարգելման մասին է խոսքը։ Ավելին, շատ դեպքերում հանցագործությունները փորձում են մեղմացման կատարված առանձնապես ծանր հանցագործություններին տալ մեղմացված իրավիճակ։ Իբրև թե տեսեք հոգեկան հիվանդն է կատարել հանցագործությունը։ Այդպիսի դրվագներ մենք ունեցանք նույն Արմավիրի մարզի Արաքս գյուղում, շան հետ կապված դեպքը, բոլորս լավ հիշում ենք։ Անձը դանակով հարձակվում է, սրան վնաս արձերծում է, գնում է ինքնաձիգը վերցնում ինչ-որ տեղից, գալի կրակում մարդկանց վրա։ Բազմաթիվ մարդկանց ուղղությամբ մահանում է մեկ անձ, 49 տարեկան 3 անչափած երեխաների հայր։ Եվ ասում են հոգեկան հիվանդ է։ Հաջորդ ավելի ահավոր դեպքը, որ մենք կարող ենք արձանագրել, Չարենցավանի եկեղեցում տեղի ունեցած սպանությունն է։ Սա աննախադեպ իրավիճակ է եկեղեցում սպանություն։ Բոլորս լավ ենք հասկանում եկեղեցի մտնել եւ եկեղեցում մեր պահվածքը, անկախ մեզանից յուրաքանչյուրս եկեղեցում շշուկով ենք խոսում։ Փորձում ենք նույնիսկ բառեր չփոխանակել, որտեղ այդ մթնոլորտը այդպիսի տրամադրություն եւ այդպիսի պահվածք է մեզնից պահանջում։ Եկեղեցում սպանություն։ Եվ հիմա փորձում են արդարացում գտնել, որ հոգեկան հիվանդ էր։ Լավ, կանխարգելիչ գործունեությունը հոգեկան հիվանդների հետ կապված իրականացվում է։ Նախկինում հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ իրականացվում է։ Բացարձակ նման աշխատանք չկա։ Հիմա հոգեբուժական հիվանդանոցներում ավելի շատ առողջ մարդիկ են գտնվում, քան թե հոգեկան հիվանդները։ Հոգեկան հիվանդներին հստակ տարանջատում պետք է անել, որոնք առավել ագրեսիվ վարքագիծ ունեն։ Եվ անձը եկեղեցում կատարում է սպանություն։ Այսպիսին է այսօր մեր իրավապահ մարմինների գործունեությունը կոնկրետ քրեական հանցագործությունների դեմ պայքարի առումով, բայց քաղաքական ենթատեքստ ունեցող դեպքերով հարձակվում են բորենների ոհմակի նման։ Սովետական ժամանակներում 30-ական թվականներին առանձին հստակ բաժանում կար գաղութներում, քրեակատարողական հիմնարկներ չէին կոչվում, ուղիղ գաղութներ էին, կային քրեական հանցագործներ եւ քաղաքական հանցագործներ։ Քրեական հանցագործները առավել զգուշավոր էին եւ հեռու էին պահում իրենց քաղաքական հանցագործ կոչված անձանց, որոնք բանտարկված էին քաղաքական ենթատեքստով, այն տարբերակով, որ հեռու մնանք միևնույն է նրանց գնդակարելու են կամ ցմա ազատազրկում են տալի։ Այսինքն այն ժամանակ եւս քաղաքական ենթատեքստ ունեցող դեպքերի նկատմամբ առավել ագրեսիվ ու ավելի դաժան էին վերաբերում, ինչպես այսօր։ Քրեական հանցագործություն, առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունքով են բերման ենթարկում։ Ես դրանք անդրադառնամ ինչպես Վլադիմիր Գրիգորյանի սպանություն կատարող Գրիգոր ինչ-որ Հարությունյան, եթե չեմ սխալվում, եւ Նարեկ Օհանյան։ Թաթիկներից բռնած էին տեղափոխում։ Բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայությունը հարձակվում են 10-20 անձանց
խմբերի կողմից։ Լավ դիմակները ինչի եք դնում դուք։ Դիմակը ինչի համար է։ Դիմակավորված ինքնացիկով գնում են վնասազերծելու հատուկ կազմակերպված հանցավոր խմբերին, ահաբեկիչներին ձերբակալելու համար։ Դուք այսօր եկեղեցիական ծառայողներին առևանգում են։ Հանրությունը պետք է հասկանա, որ անձանց եթե վկա են հրավիրում, նրանց պետք է հրավիրեն։ 13 հոգևորականի էին բերման ենթարկել, շատ դեպքերում բռնության առանձին դրվագներով, գուցեև խոշտանգման եղանակով, գուցեև առավոտ անկողնից հանելով, ընտանիքի անդամների ներկայությամբ, երեխաների ներկայությամբ առևանգել են, բերել ոստիկանության տարբեր բաժիններ կամ քննչական ստորաբաժանումների տարբեր մասնաշենքեր։ Եվ հիմա եկեղեցու նկատմամբ նոր հարձակում է, որը մենք ականատես եղանք։ Նույն հարցադրումն արեցին այս ազգակործան պատուհասին, որ Փաշազադեի հայտարարությունները կապ ուներ Արագածոտնի թեմի հոգևորականների նկատմամբ այսպիսի բռնություն իրականացնելու հետ։ Եվ թեմի առաջնորդին ես հիմա կանդրադառնամ։ Սա ասում է, որ դա ոչ կապ չունի։ Եվ տեսեք ինչպիսի ցինիզմ կարող է դրսևորել, որ ասում է, թե ինքը պատահական լուրերից է տեղեկացել այս բռնությունների մասին։ Անձը, որ SMS-ներով նախարարներ եւ պատգամավորներ ԲԴԽ-ի նախագահ է հեռացնում, անձը, որ իր Facebook-յան էջում Սամվել Կարապետյանի նկատմամբ լկտի հայտարարություն է անում եւ շան, ինչպես են շանը հրահանգ տալի, ֆաս հրահանգ է տալիս, որից հետո Սամվել Կարապետյանին են ձերբակալում։ Նույն ձերբակալում կալանավորում են Միքայել Աջաբանյան Սրբազանին մեր, Բագրատ Սրբազանին եւ 18 արտարներին։ Եվ հիմա կոնկրետ այս գործողությունները, տեսեք իրավապահ մարմինների այլանդակ եւ ապօրինի գործողությունները ինչպիսի դրսևորումներ ունեցան այս իրավիճակում։ 13 թե 14 հոգևորականի եւ ասում են նույնիսկ տասնյակ ավել աշխարհի քաղաքացիների տեղափոխում են ոստիկանության եւ քննչական ծառայության ստորաբաժանումներ։ 8 ժամ, 6 ժամ եւ գուցե ավել փաստաբանները փորձում են գտնել իրենց պաշտպանյալներին։ Քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ նախատեսված է, եթե անձը բերման է ենթարկվում, նա իրավունք ունի տեղեկացնել իր մտերիմներին, իր հարազատներին, իր փաստաբանին, իր գտնվելու վայրի մասին։ Սրանք թքած ունեն այդ հանգամանքի վրա։ Փաստաբանները քննչական կոմիտեի կամ քննչական այլ ստորաբաժանումներում դռներն են ծեծում, որպեսզի մուտք գործեն իրենց պաշտպանյալների մոտ, թույլ չեն տալիս։ Այսպիսի ապօրինություն, ես չգիտեմ այլ աշխարհում կա թե ոչ։ Հետո ասում ենք բռնապետությունը ինչ ձևով է լինում։ Բռնապետությունը այս ձևով դրսևորվում է եւ հեռուստատեսությամբ կամ միկրոֆոնի մոտ բռնապետիկը ասում է, որ ես տեղյակ չեմ։ Սա լավ կարևոր ահազանգ է նաեւ իրավապահ մարմինների Նիկոլ Փաշինյանի այս միտքը։ Տեսեք ինքը ձեզ հրահանգել է այս գործողությունները կատարել, հանձնարարել է։ Նույնիսկ սպառնացել է, որ եթե չկատարեք ձեզ կպատժի, հավանաբար ձեր վերաբերյալ կոմպրոմատներ ունի, իրավապահ մարմինների ղեկավարների մասին է խոսքս։ Եվ հիմա տեսեք, ձեզ հրահանգել, հանձնարարել է կատարել այս գործողությունը, եւ հիմա ասում է ես տեղյակ չեմ։ Հավատացեք վաղը, որ դուք քրեական պատասխանատվության կենթարկվեք եւ հաստատապես կենթարկվեք։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ ամեն ինչից։ Սա ձեր համար թող կարմիր գիծ լինի, դուք ընկալեք, որ ձեր հրահանգ տվողը ձեզ պաշտպան չի կանգնելու։ Ձեզ օգտագործում է եւ օգտագործված անձեռնոցիկի պես նետելու է աղբամանը։ Հիմա կոնկրետ անձանց վերաբերյալ մեր Մկրտիչ Սրբազանի եւ մյուսների առումով։ Արդյունքում այս օպերացիան, որ իրականացրեցին ընդդեմ եկեղեցու, ինչպես եւ նկատեցիք, Փաշազադեի երկրորդ հանձնարարականն էր։ Փաշազադեն Կովկասի մուսուլմանների ղեկավարը առաջնորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ բողոքել է հայոց եկեղեցուց, ասելով, որ հայ եկեղեցին ռևանշիստական գործողություններ է իրականացնում, խանգարում է խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը եւ հետևանքը մենք այսօր ականատես ենք, թե ինչ տեղի ունեցավ։ Մկրտիչ Սրբազանին ձերբակալեցին 24 ժամվա ռեժիմով, նույնիսկ ձերբակալեցին դիվանապետին եւ նրա կնոջը, որը եկեղեցու թեմի
հաշվապան է 60-ամյա կնոջը։ Բարեփոխաբար կնոջ նկատմամբ թեկուզ եւ քնչական մարմինները ներկայացրել էին կալանքի միջնորդություն, դատարանը բավարարվեց տնային կալանք տալով, որպես խափանամիջոցի տեսակ։ Դիվանապետի նկատմամբ կիրառվեց 1 ժամկետով կալանք, իսկ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ կիրառվեց 2 ամսվա կալանք, եւ մեղադրանքը ինչու՞մն է կայանում, սիրելի հայրենակիցներ։ Խոսքը վերաբերում է 21 թվականին տեղի ունեցած դեպքերին։ Տեր Արամ կոչվող այս արարածը, որին որպես կանոն Հուդա են ասում, բայց Հուդան մեղմ է նման արարածի համար, որը ցավ իսկ չի զգում իր հոգևոր ընկերների, իր ծառայեկիցների նկատմամբ նման բռնությունների իրականացումը եւ հերոստատեսության բարձրանում է, որ ինքը հոգևորական է, ազնիվ է եւ ազնիվ մղումներից ելնելով է նման հայտարարություն արել հանրային հերոստանգերությունում։ Հաղորդումը ներկայացրել է Դիոնեսյան կոչվող արարածը, որ իբրև թե բոլոր դեպքերը, որոնք կապված են մարդու իրավունքների հետ, իրենք ներկայացնում են հաղորդումներ։ Դուք տեսեք ինչ է կատարվում, որպեսզի ավելի հստակ լինի եւ պատկերացնեք երկակի ստանդարտի իրավիճակը կոնկրետ։ Հանրային բոլոր եթերներում, բազմաթիվ տեղերում, հրապարակներում, Facebook-ում, TikTok-ներում եւ չգիտեմ այլ բաց հարթակներով բազմիցս ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը դավաճան են։ Բազմիցս ասվում է, որ Արարատ Միրզոյանը ագենտ է, գործակալ է, օմեգա է։ Բազմիցս ասում են բազմաթիվ յուրացումների մասին Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների մասին, կոռուպցիան բազմաթիվ սխեմաների մասին, որոնք հրապարակվում են։ Դրանցով ոչ մի դեպքով քրեական վարույթ չի հարուցվում։ Այսինքն տեղ կան եւ հայտարարություններ եւ հաղորդումներ, ես համոզված եմ, եթե նորմալ վարույթներ ընթանա, բազմաթիվ ցուցմունքներ տվող եւս կլինեն։ Բայց որևէ հետևանքներ չկա։ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ եթերային հաղորդում է տալիս Տեր Արամ կոչվածը, եւ այդ հաղորդումը որպես փաստաթղթավորված ձևակերպում Իոնեսյանը ուղարկում է դատախազություն։ Անմիջապես ձերբակալում են Մկրտիչ Սրբազանին։ Մեկ անձի հրապարակային հաղորդում եւ մեկ անձ, որը վերցրել է այդ հաղորդումը եւ որպես հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այս մեկ անձի ցուցմունքով բռնությանն է ենթարկվում տասնյակ հոգևորականներ եւ աշխարհիկ քաղաքացիներ։ Մեկ անձի ցուցմունքով, որի հավաստիությունը դեռևս ստուգման կարիք ունի։ Եվ այդ դեպքերը տեղի են ունեցել 21 թվականին։ Եվ հիմա համեմատեք հաղորդումների քանակը եւ մեկ անձի ցուցմունքը։ Սա նույն 30-37 թվականների վիճակն է եւ երբ անանիմ կա բառ օգտագործեմ հանրության ավելի ծանոթ, երբ այդպիսի անանիմ կա նամակներ էին ուղարկում, անցած անմիջապես ձերբակալում, կալանավորում եւ գնդակահարում էին։ Եվ հիմա այս իրավիճակն է։ Այնուհետև Մկրտիչ Սրբազանին մեղադրանք են առաջադրում, իբրև թե նա օգտագործելով իր իշխանական եւ ծառայողական լիազորությունները հարկադրել է Տեր Արամ կոչվածին, որպեսզի նա մասնակցի ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին։ Երեմ Սարգսյանը, որ իրականացնում էր փաստաբանությունը եւ պաշտպանությունը Մկրտիչ Սրբազանի, շատ իրատեսական եւ օբյեկտիվ նկարագրեց, թե ինչ է տեղի ունեցել։ Նախ առաջինը 21 թվականին նման արարքի համար քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ այդ ձևակերպմամբ հանցագործություն քրեական օրենսգրքում չկար։ Հետևաբար ինչ են արել սրանք։ Սրանք քրեական օրենսգրքի դրույթը, որ այս հոդվածը քրեական պատասխանատվություն նախատեսում է 22 թվականին ընդունված քրեական օրենսգրքով հետադարձ ուժ ընտրվեք քրեական իրավունքին, որը եւ սահմանադրությամբ, եւ քրեական օրենսդրությամբ, եւ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով արգելված է։ Պատիժը կարող է իրականացվել եւ պատիժը նախատեսվում է բացարձակապես տվյալ քրեական օրենսգրքի գործողության շրջանակում։ Եվ պատիժը նույնիսկ ծանրացնող արարքը, ծանրացնող հոդվածը հետադարձ ուժ չունի։ Միայն դրական փոփոխությունը, միայն ավելի բարվոք նորմը կարող է ունենալ հետադարձ ուժ։ Եվ սրանք կիրառում են այսպիսի նորմը Մկրտիչ Սրբազանի նկատմամբ։ Ավելին, օրենսդիրը թեկուզ եւ 22 թվականի նախատեսում է հարկադրանք ձևակերպումը։ Հիմա Արամ
Տեր Արամ կոչված արարածը իր ցուցմունքով հիմնավորել է, թե ինչպիսի հարկադրանքի միջոց է կիրառվել, ոնց է կիրառվել, որտեղ է կիրառվել եւ ինչի է գործը քննվում Երևան քաղաքում։ Եթե այդ հարկադրանքի միջոցը կիրառվել էր աշտարակում, չգիտեմ, կամ Արագածոտնի մարզի այլ տարածքում, ապա վարույցի ընդհանրությունը պետք է լիներ ոչ թե Երևան քաղաքի վարությունում, այլ տարածքում։ Կամ գուցե գլխավոր դատախազն է որոշել այսպիսի մոտեցում ցույց տալ, վախենալով տարածքում մարդկանց առավել մեծ զայրույթն ու մարդկանց ավելի լուրջ ատելությունը իր նկատմամբ։ Ինչևէ, հարկադրանքի որևէ եղանակ մինչև օրս հիմնավորված չի։ Ես ելնում եմ փաստաբանի օբյեկտիվ գնահատականից։ Ես ավելին կասեի, բազմաթիվ հավաքների ժամանակ մեր հոգևոր ներկայացուցիչները, մեր եկեղեցու սպասավորները միշտ եղել են ոչ թե ընդդիմադիրների, այլ եղել են ուժ գործադրող, ոստիկանական, բռնարարք իրականացնող անձանց եւ քաղաքացիների միջև։ Նպատակ ունենալ ցույց չտալ, որպեսզի բռնություններ իրականացվի։ Նպատակ ունենալով կանխել ոստիկանական խոշտանգումները։ Հիմա Տեր Արամը մասնակցելով 21 թվականի հավաքներին, նպատակը ո՞րն է եղել։ Ընտրությանը մասնակցելուն, ընտրելու, որ Նիկոլ Փաշինյանը չընտրի, թե հավաքին մասնակցել է, որպեսզի իդեմս ընդունենք Մկրտիչ Սրբազանի այն հորդորի, որ կանխեն ոստիկանական բռնությունները։ Դուք նկատում եք, որ արարքում բացարձակապես հանցագործության հետք չկա։ Հանցակազմի որևէ հատկանիշ չկա։ Իսկ դիվանապետին մեղադրանք են առաջադրել օժանդակելու համար։ Գուցե դրանից ելնելով է, որ դատավորը նրա նկատմամբ խափանամիջոց կիրառել է 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Այսպիսի բռնարարքների մենք ականատես ենք լինելու բազմիցս, ամեն օր եւ ամեն տեղ։ Հետևաբար կանխատեսել եւ սպասել սրանց կողմից որևէ դրական մոտեցում ես հանրությանը կոչ կանեի, որ հույս չունենան։ Միաժամանակ սա ամեն ինչ անում է, որ իր բռնություններով, նկատելով, որ կողմնակիցները իրեն սատարողների քանակը երկրաչափական առումով նվազում է, փորձում է բռնության վախի մթնոլորտ ապահովել, որպեսզի կարողանա եկող տարվա ընտրություններին որոշակի քանակ ունենալ համախոհների։ Ուժային մեթոդը դա բումերանգի երանգ ունի։ Ատելությունը ծնում է նոր ատելություն։ Եվ հետևաբար ժողովրդական հեղեղը ես միշտ ասել եմ, կարող է այնպեսի ցասում առաջացնել մարդկանց մեջ, որ դեմ առնել հնարավոր չլինի։ Ատելություն եք սերմանում, ատելություն եք ստանալու, չի կարելի այդպես։ Հիմա ամբողջությամբ ցապով արձակվել եք եկեղեցու վրա, հայի ինքնության վրա, հայի հոգևոր արժեքի վրա։ Եվ փորձում եք եկեղեցու դեմ այս հարձակումներով ինչ շահել, ժողովրդի հարգանք ու ժողովրդի աջակցություն։ Դուք կտեսնեք Էջմիածնում ինչ է կատարվելու։ 100 մարդ չի հետևելու ձեր բռնությունների պայմաններում նույնիսկ։ Ով է ձեր կողմից լինի հավատացած եղեք, ընդհանրապես ձեր սատարող, ձեր բարեկամներն են կամ ձեզնից վախեցող կամ կաշառված անձիկ։ Էջմիածին ապացուցել է, որ Գյումրին դեռևս սկիզբն էր։ Հիմա ավելի վտանգավոր իրավիճակներից մեկն էլ փաստաբաններից մեկը ներողություն եմ խնդրում, չէ, Գաչուբեվի մասին չէր խոսքս։ Շատ կարևոր տեղեկություն հաղորդեց փաստաբան կին էր, ներողություն եմ խնդրում մեր հարգարժան կին փաստաբանի անունը չեմ հիշում հիմա։ Շատ հետաքրքիր բան հրապարակեց։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ ձևակերպված է կրոնական կազմակերպության ներկայացուցիչ ձևակերպումը։ Դուք պատկերացնում եք, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին փաստաթղթավորվում է որպես կրոնական կազմակերպություն։ Նույնիսկ այսօրվա սահմանադրության մեջ ձևակերպված է հայ առաքելական եկեղեցու բարձրագույն դերը, իր բացառիկ դերը։ Եվ հիմա արդեն փաստաթղթավորում են մեղադրանք առաջադրելու որոշումներն մեջ որպես կրոնական կազմակերպություն, նույնը հավասարացնում են Եհովաների վկաներին, խոսքի, կյանքի խոսքը ինչ է եւ այդ մյուս աղանդավորականներին։ Չեք տեսնում, որ նպատակը սա է, սիրելի հայրենակիցներ, եկեղեցին ոչնչացնելով հայ ինքնությունն է ոչնչացնելու, եւ սա ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Ավելի նույն ոչ թե ավելի, այլ տեսեք
աղաղակող իրավիճակ եղավ նաև մեր հարգարժան փաստաբաններից մեկի Ալեքսանդր Կոչուբաևի հետ կապված, որը մասնակցում է 18 արդարների Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ այդ դատավարությանը եւ պաշտպանում է, եթե չեմ սխալվում, Ալեքսանյան ազգանունով կալանքի տակ գտնվող մեր արժանապատիվ քաղաքացու, ներողություն եմ խնդրում անունը չհիշելու համար, որը Նիկոլի պես ձվածեղեր պատրաստել։ Արմեն Ալեքսանյան, շնորհակալություն հիշեցման համար։ Դուք տեսեք անձը նմանակելով Նիկոլին ձվածեղ է պատրաստում եւ այսօր արդեն 3-4 ամիս կալանքի տակ է։ Եվ այս խղճուկը փորձում է լրագրողներին բացատրել, որ ինքը տեղյակ չի եղել այս սրբազանների նկատմամբ այս հարձակմանը։ Տեղյակ չի, որ արդեն 3-րդ սրբազանն է կալանքի տակ։ Տեղյակ չի, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս բռնարարքները իրականացվում են ընդամենը եկեղեցուն պաշտպանելու համար։ Այն դեպքում, երբ Facebook-ում հայհոյանքներ է տեղում։ Մեր եկեղեցուն ես որդիական խնդրանքով դիմում եմ։ Ժամանակն էլ այս տահակներին, չգիտեմ եկեղեցիական ձևակերպումը որն է, դուրս վռնդել հայ առաքելական եկեղեցուց։ Եվ ամբողջ աշխարհին հայտարարել, որ հայոց իշխանությունները այսօր եկեղեցուց վտարված են, քրիստոնեական եկեղեցուց, հայ առաքելական եկեղեցուց վտարված են։ Քրիստոնեական աշխարհը պետք է հասկանա, որ առաջի քրիստոնեություն ընդունած երկրում կա այսօր մի ղեկավար, որ կյանքի ու մահու պատերազմ է հայտարարել մեր Սուրբ եկեղեցում։ Ես չգիտեմ, գուցե ես իրավունք չունեմ մեր եկեղեցուն նման խնդրանքով դիմել, բայց ես դիմում եմ դա։ Ես հիշում եմ Ծիծեռնակաբերդում մեր սրբազաններից Արշակ Սրբազանը նզովեց այս իշխանություններին, կոնկրետ նրանց չասելով, նշելով, որ ովքեր ուրանում է հայոց եկեղեցին, ովքեր ուրանում են մեր ցեղասպանությունը, ովքեր դավաճանում են հայրենիքին, նզովյալ լինեն, ինչպես իրենք, այնպես էլ իրենց ընտանիքները։ Բայց դա բավ չէ։ Եվ հիմա տեսեք, Արամ կաթողիկոսը ներկայացուցիչ է ուղարկել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները վայրահաճոցներ են դրել, իբրև թե Արամակաթողիկոսը փորձում է լավ հարաբերություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի հետ։ Լավ հիշեք, պատմությունը այս մասին բավականին լավ գիտե։ Հայոց եկեղեցին, հայոց եպիսկոպոսը, կաթողիկոսը ներողություն, բազմաթիվ ներկայացուցիչներ է ուղարկել, բանագնացներ է ուղարկել թուրքական ու պարսկական շահերի ու խաների մոտ, որպեսզի կանգնեցնի հայ ազգի ոչնչացումը, կանգնեցնի եկեղեցու ոչնչացումը։ Հիմա Կիլոկի ակաթողիկոսը բանագնաց է ուղարկել Նիկոլ Փաշինյանի մոտ, կասեցնելու հայակորցանց սրա քաղաքականությունը, կասեցնելու եկեղեցու նկատմամբ այս արձակումը։ Եվ հիմա անդրադառնանք, ինչպես դուք հարց տվեցիք Ալեքսանդր Կոչուբաևի հետ կապված, որին ճանաչում եմ արժանապատիվ անձնավորություն, հայրենասեր ընկեր եւ բարձր մակարդակի իրավաբան։ Տեսեք, ինչ լկտիությամբ են հարձակվում Արշակունյաց պողոտայի վրա, արդեն բարձրարտակներում նկարագրությունը կա։ Դիմակավորված ավելի քան 10 հաղթանդամ անձիկ, ես կասեի բտման տակ դրած անձիկ, հարձակվում են փաստաբանի վրա։ Մեքենայից դուրս են շպտում, պարկեստում գետնին։ Դուք Կոչուբաև Ալեքսեյի արժանապատվությունը դրանով չեք վնասել։ Հակառակը, նրա արժանապատվությունը ավելի բարձր է դասվել իր զինակիցների, իր ընկերների կողմից։ Դուք ձեզ եք ավելի շատ ոչ արժանապատիվ պահել, 10 հոգով մեկ անձի վրա հարձակվում են։ Նա փաստաբան էր, եթե անցագործություն եք տեսել, կարող եք հրավիրել։ Համոզված եմ, որ ինքը հանգիստ կներկայանար յուրաքանչյուր տեղ, որտեղ դուք կհրավիրեիք։ Եվ այսպիսի բռնությամբ Կոչուբաև Ալեքսեյին տանում են ոստիկանության ինչ-որ մի բաժին, այս նույնիսկ ինչպես եկեղեցիական մեր սպասավորներին են տարել, ժամերով փնտրում են, թե որտեղ է նա գտնվում։ Վերջապես կարողանում են գտնել փաստաբանը մեր հարգարժան ընկեր Ալեքսանյանն է եւ ճիշտ նկատառումներ արեց։ Կոչուբաևին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի 490 հոդվածով, եթե չեմ սխալվում,
որը վերաբերվում է քննիչին, դատախազին, դատավորի վերաբերյալ արատավոր տեղեկություններ հրապարակելը, որը կվնասի նրանց պատվին եւ արժանապատվությանը։ Նախ արձանագրենք, որ այսօր շատերից այդ համակարգերում պատիվ եւ արժանապատվություն բառակապակցությունից շատ հեռու են։ Գուցե կան հատուկետ ածիկ եւ այդ հատուկետները գուցե իրենց արժանապատվության ու պատվի տեղը գիտեն։ Եվ հիմա Կոչուբաևին գիշերը արդեն կալանավորում են 2 ամիս ժամկետով մեղադրանք առաջադրելով հիշյալ հոդվածով։ Տեսեք, որ պարզ իրավաբան լինելու համար էլ այս հարցը քննարկելը շատ ավելի հեշտ է։ Շատերը հասկանում են ինչ ասել է արատավորոտ տեղեկություն։ Հետևաբար, եթե Կոչուբաևի Facebook-յան հրապարակումը պարունակում էր արատավոր տեղեկություն, ապա դա պետք է ապացուցել հիմնավորել դա արատավոր է թե ոչ։ Եթե մեկ քննիչին կամ դատավորին ասում են կաշառակեր, անբարոյական, անհայրենիք, ինչ որ մեկին, դա դեռ չի նշանակում արատավոր տեղեկություն։ Քննություն կկատարվի, կհիմնավորվի, որ այդ անձը կլինի անդիմադիր, դիմադիր, թե իրավապահ մարմնի աշխատող, կհիմնավորես, որ նա դավաճան չէ, նա անբարոյական չէ, հետևաբար այդ անձին նոր կարող ես արատավոր տեղեկություններ հրապարակելու համար ենթարկել քրեական պատասխանատվության։ Ավելին, եթե սա դիտում ենք որպես վիրավորանք, քրեական օրենսդրությամբ վիրավորանքը վաղուց արդեն ապաքրեականացված է։ Հետևաբար այս դեպքում, եթե նույնիսկ ինչ-որ մեկին անձնապես վիրավորել է, ես գիտեմ Կոչուբաևի շատ կոշտ եւ սուր ելույթները եւ բնականաբար մարդու մոտ էմոցիոնալ պայթուն է առաջանում, որովհետեւ դիմանալ հնարավոր չի սրանց ազգակործան գործունեությանը։ Եվ այդ ձևակերպումը երբևէ չէր կարող դիտվել արատավոր տեղեկություն եւ անմիջապես անձին տանեին ձերբակալեին եւ կալանավորեին 2 ամիս։ Մի բան եւս կցանկանայի մեր ունկնդիրների ուշադրությունը հրավիրել։ Դուք տեսեք արդեն բազմաթիվ ընդդիմադիրների ձերբակալում են 24 ժամվա ռեժիմով։ Ձերբակալումը կարող է տևել 72 ժամ։ Եվ շատ դեպքերում, որպեսզի մարդկանց անազատության մեջ պահեն եւ որոշակի նոր փաստական հանգամանքներ ձեռք բերեն մեղադրանք առաջադրելու համար, նախնական հիմնավոր կասկած ունենալու պայմաններում ձերբակալում են առերևս հանցագործություն կատարելու համար։ Ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում 12 ժամ առաջ ներկայացնում են դատարան։ Դուք տեսեք արդեն 24 ժամվա ռեժիմով քանի անձ են ձերբակալում։ Քանի անձանց են տանում 24 ժամվա ռեժիմով ձերբակալում դատարան ներկայացնելու համար։ Սա ինչ է ցույց տալիս։ Ակնհայտ է, որ մինչև ձերբակալելը արդեն պայմանավորվածություն կա եւ դատախազի հետ, եւ դատարանի հետ, որ անձին ձերբակալուց հետո դատարանը 24 ժամվա ընթացքում կալանավորելու է։ Հետևաբար սա պլանավորված գործողություն է իրականացվում ընդդիմադիր բոլոր գործիչների, քաղաքացիական անձանց, մեր եկեղեցու սպասավորների նկատմամբ։ Եվ հիմա այս մթնոլորտով փորձում են ժողովրդին կրկնվեմ գուցե աչքը վախեցնելով ապագայում 26 թվականին փորձել վախի մթնոլորտ կազմակերպել, իրականացնել, որ կարողանան հաղթել ընտրություններում։ Հիմա տեսեք նաև շատ է շրջանառվում, որ ընտրություններից առաջ սրանք կարող են բազմաթիվ անձանց նկատմամբ, ինչպես այսօր իրականացնում են, բռնություններ հետապնդում իրականացնել եւ բռնություններ իրականացնել չգրանցելու կամ հետապնդելու միջոցով նաև քաղաքական կուսակցությունների։ Չկասկածեք, դա եւս լինելու է։ Եվ ոչ թե ես չարագույժ մտքեր եմ ասում, իմ վերլուծությունը բխում է սրանց կատարած կոնկրետ գործողություններից։ Սրանք ոչինչի առաջ կանգնող չեն։ Մարդուն, եթե ասում ես թուրք ես, ինքը թուրքից չի վերավորվում։ Մարդուն ասում ես դու դավաճան ես, նա համակերպվում է այդ մտքի հետ։ Նրանից էլի չսպասես։ Այն դեպքում, երբ Էլդողանին, եթե մեկը ասել էր հայ, այդ անձին անմիջապես կալանավորեցին։ Դե հիմա համեմատեք եւ գիտակցեք, որ վերջին հաշվով սա հոգեկան հիվանդ չի։ Սա դավաճան չի նույնիսկ։ Դավաճանը լինում է երկրի քաղաքացին, սա թշնամի է մեր երկրի։ Եվ այս գիտակցումով մենք պետք է գնանք վաղը միսօրը համախմբման։ Կանգնելով ոչ միայն կոնկրետ անձի, այլ ընդհանուր մեր բոլոր այսօր հետապնդման մեջ գտնվող քաղաքացիների կողքին։ Ձերբակալել են, կալանավորել են անհետ կորածներից մեկի հարազատին,
հարազատների հետևորդներից մեկին, Արսեն Ղուկասյան, եթե չեմ սխալվում։ Ծանր հիվանդությամբ պարկած է, գտնում է վատառողջ վիճակում։ Սամվել Սամվելյան արդեն երկար ժամանակ է ծանր վիճակում, ներողություն, Ստեփան Սամվելյանը ծանր վիճակում է գտնվում։ Մարդու հիվանդությունը եւս չեն կարևորում սրանք։ Մեր շատ ընկերներ, որոնք գտնվում են անազատության մեջ, հասկանալով սա չեն էլ բարձրաձայնում իրենց հիվանդությունը, ավելի արժանապատիվ պահելու համար, հասկանալով, որ սրանցից ոչ մի լավ բան սպասելի չի։ Եվ հույս ունեմ, որ Էջմիածնում մենք ունենանք այն, ինչ որ մենք սպասում ենք, ավելին, քան Գյումրիում։ Ես եւս շնորհակալ եմ։